Հրապարակը գրում է ապրիլի 22-ից 23-ը տեղի կունենա Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին հրավիրված է 200-ից ավելի հյուր, պաշտոնյաներ, դեսպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։ Հրավիրվածների թվում է նաև վարչապետի կինը, կրթվել է Նորաձև արշավի հեղինակ Աննա Հակոբյանը, որի թիկնազորը մի քանի օր է դեսանտ է իջել ակադեմիայի տարածքներն է ուսումնասիրում, գրաքննում հյուրերի ցանկը, փորձում պարզել հրավիրվածների ինքնությունը, ոմանց մասնակցության վրա անգամ վետո է դրել, թե ովքեր են, ում չի ուզում տեսնել տիկինը, թերթին առայժմ չեն ասել։ Ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը թերթի հետ զրույցում հաստատել է, որ Հակոբյանին հրավիրել են, ինչպես նաև, որ թիկնազորը եկել պտտվել է, բայց ասել է, որ դեռ մասնակցությունը չեն հաստատել, փոխանցում է թերթը։ Փաստի տեղեկություններով ՔՊ-ում ակտիվ քննարկումներ են ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու շուրջ արտաքուստ սա տարօրինակ կարող է թվալ հաշվի առնելով Գյումրու ու Փարաքարի արդյունքները, ինչպես նաև Փաշինյանի ցածր վարկանիշը, որը հազիվ 9-ից 10% է հասնում, բայց աղբյուրը փոխանցել է հենց այստեղ է թաքնված շան գլուխը։ Փաշինյանը հիմա հայտնվել է մուրճի ու զնդանի միջև, ներսում վարկանիշը պատմական մինիմումի է հասել, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ակնհայտորեն տապալվելու է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը իրենց պահանջներն ավելի ու ավելի են մեծացնում, ճնշումներն ուժեղացնում, այնպես որ Փաշինյանի համար արտահերթը կարող է փրկողակ լինել այն համատեքստում, որ ոչ թե ձգտեն վերահսկիչ փաթեթի, այլ հասնեն մոտավորապես Գյումրու պատկերի։ Ճիշտ է, նույնիսկ բլոկ փաթեթ ունենալու համար անհրաժեշտ կլինի սատելիտ 1-2 ուժի անցկացնել խորհրդարան։ Միասնական ջանքերով այդ կերպ կապահովեն գոնե 40% կամ կմնան ջրի երեսին ու կուժն ու կուլան կջարդեն հաղթած ու իշխանություն վերցրած թեկուզ եւ կոալիցիոն սկզբունքով ընդդիմության գլխին։ Միակ խնդիրն այն է, որ արտահերթի համար վարչապետը պետք է հրաժարական տա, 2 անգամ չընտրվի եւ այժմ լուծարվի։ Նման փորձ Փաշինյանն իհարկե ունի, բայց այս անգամ մտահոգություն կա։ Ամենայն հավանականությամբ այդ դեպքում խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու կառաջադրի ու ներքին ու արտաքին ճնշումների արդյունքում գուցե մոտ 20 ՔՊ-ական լքի թիմը վարչապետ ընտրվի ընդդիմադիր թեկնածուն։ Կան տեղեկություններ, որ մայիսի 9-ին Մոսկվայում Փաշինյանը նաև այս թեմայով է փորձելու հասկանալ Ռուսաստանի մտադրությունները։ Հրապարակը գրում է մայիսի 21-ին ավարտվում է Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը, որից հետո խորհրդարանը վերջերս կատարած սահմանադրական փոփոխությամբ կարող է նախագահ ընտրել։ Գլխավոր հարցն այն է, թե ով կառաջադրվի Շահրամանյանի մտերիմները տպավորություն ունեն, որ նա նման ցանկություն չունի։ Սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին падգամավորների մեծամասնությունը պատրաստ է կողմ քվեարկել։ Արցախի նախագահի ընտրության առաջին փուլում 22, երկրորդում 11 կողմ ձայն է հարկավոր։ Առաջիկայում ըստ թերթի հնարավոր են կոնսուլտացիաներ, եթե չգտնվի բոլորի համար ընդունելի թեկնածու, Շահրամանյանին պետք է համոզեն, որ շարունակի կրել իր խաչը, որպեսզի ինստիտուտը չլուծարվի, գրում է թերթը։ Ժողովուրդը գրում է Հայաստանում ամեն լուսաբաց սկսվում է սպանությամբ, դանակահարությամբ, խուլիգանությամբ, ավազակային հարձակման դեպքերով։ Գլխավոր դատախազն օրերս ազգային ժողովում պետք է հանցագործությունների վիճակագրությունը ներկայացնի, թերթը տեղեկացել է 24 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ հանցագործությունները ներկայացված են ըստ դեպքերի ծանրության։ 24-ի ընթացքում Հայաստանում արձանագրվել է հանցագործության 40,232 դեպք, որը 23-ի համեմատ 434-ով պակաս է կամ 1.1%-ով։ 24 թվի դեպքերից 18,397-ը գրանցվել է Երևանում, արձանագրվել է ոչ մեծ ծանրության առանձնապես ծանր հանցագործությունների աճ, այդ մասին հայտնում է դատախազությունը։ Միաժամանակ նվազել են միջին ծանրության հանցագործությունները, փոխանցում է թերթը եւ շարունակում ներկայացնել պաշտոնական վիճակագրությունը։
Փաստում էլ կարդում ենք երեք ազգային ժողովը ավելի ճիշտ ՔՊ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հարկային օրենսգրքում լրացումների ու փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է, որ քաղաքացիները 25 թվականին եւ 26-ին իրենց եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը պետք է ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 1-ը, հետագա տարիներին մինչեւ հուլիսի 1-ը, իսկ հայտարարագրերը ներկայացնել կարող են մարտի 2-ից սկսած։ Իշխանությունը նշում է, թե ներկա դրությամբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների պակասը կապված է նրա հետ, որ շատերը նույնականացման քարտեր չունեն, բայց իրականում մարդիկ մեծամասամբ բոյկոտում են այս նախաձեռնությունը։ Նախնական տեղեկություններով մոտ 4 ամսում հայտարարագիր է ներկայացրել ընդամենը 4%-ը։ Դա է պատճառը, որ չնայած վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է, բայց վարչապետի աշխատակազմից հրահանգ է իջեցվել բոլոր պետական գերատեսչություններին ապահովել իրենց կառուցվածքում աշխատողների հայտարարագրումը մինչև մայիսի 1-ը։ Սրա նպատակն այն է, որ ցույց տան, թե համակարգը չի ձախողվել ու մարդիկ կամավոր են հայտարարագրում իրենց եկամուտները։ Ժողովրդի տեղեկություններով էլ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները վաղ առավոտից փակելու են Երևան մտնող մայրուղին։ Սա առաջին անգամը չէ, երբ բնակիչները ճանապարհ են փակում։ Նախորդը ապրիլի 19-ին էր, համայնքի բնակիչները փակել էին Երևան-Աշտարակ մայրուղին, պահանջում էին, որ համար 59 ավտոբուսային երթուղին չհանվի։ Քասախ եւ Պրոշյան համայնքների բնակիչները ապրիլի 9-ին հանդիպել էին կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ, բայց իրենց ակնկալած պատասխանը չէին ստացել։ Ավտոբուսը շուրջ 2 տարի է ծառայում բնակիչներին ու երթուղին այժմ ուզում են հանել, գրում է թերթը։